Ներողություն եմ խնդրում, մենակ վարման կարգով հարցի համար տրվում է 1 րոպե, պատասխանի համար 2, քանի որ հետո գերատեսչությունները շատ են լինելու, աշխատում ենք սեղմել, էլի, պարոն Ղազարյան։ Գերատեսչության որ իրեն ուղղված հարց կա, հիմա ոնց անենք, բերենք, ասենք, մի ոլորտի հարցը տանք ֆինանսների նախարարին։ Պարոն Ղազարյան, ռեգլամենտը այդպես է որոշված բոլորի համար։ Կարող եք ընդհանուր առմամբ հարց չտանք, ցենք այդպես։ Պարոն Ղազարյան, հարց կարանք տանք բոլոր Դա իհարկե վերջի մասին ես կանդրադառնամ։ բոլոր ոլորտային նախարարները, մարզպետների քաղաքացիներս ինչպես եմ էլի հասկացա։ Թույլ ենք տալի։ Բանը գնումների մասին խոսվեց, գնումները մեկ աղբյուրից է իրականացվել։ Գնումների մասին օրենքով կա կարգ սահմանված, որտեղ հստակ ասում է գնումների պլանը թող հաստատվի եւ սահմանված կարգով գերատեսչությունները մրցույթներ հայտարարեն։ Բնականաբար նաև CPV կոդերը շատ տաղմայքներ կա, շատ տեղեր կայս տեսել եմ, CPV կոդերը առանձնացրել են, որպեսզի գնման շեմը չանցնի եւ ուղիղ պայմանագրերով այդտեղ արդյոք կոռուպցիոն ռիսկներ չկա։ Ինչ է նշանակում գնումների մեծամասնություն իրականացվել է հրատապ կամ մեկ աղբյուր ուղիղ պայմանագիր կնքելով։ Ես այդպիսի կարգ ճիշտ ասած չգիտեմ, որտեղ գերատեսչությունները պարտավոր են լիազոր մարմնի հետ ի սկզբանե գնումների պլան հաստատեն, որտեղ հստակ ապրանքի ձեռքբերման անունը գրեն, գումարի չափը գրեն եւ սահմանված կարգով ըստ գումարի մրցույթներ հայտարարեն։ Դուք ճիշտ եք, գնումների պլանը հաստատվում է եւ վերջի կարգավորումներով, որը 2 տարի առաջ ենք ուրեմն ներմուծել, նախարարության գերատեսչությունները իրենք են որոշում, մեկ անձից գնումների հետ կապված որոշումները կայացնում է գերատեսչության ղեկավարը եւ քանի որ բոլոր ղեկավարներն էլ այստեղ լինելու են, ես կառաջարկեմ, որպեսզի այդ հարցերը կապված մեկ անձից գնումների, կարծում եմ, որ օրենքի խախտում այստեղ չկա, այստեղ հարցը պրակտիկայի դաշտում է, թե ինչի են որոշ դեպքերում գնումները մեկ անձից ավելի շատ լինում, մի ուրիշ դեպքում ավելի քիչ։ Ընդհանուր դիտարկումս նա է, որ օրինակ մենք նկատում ենք մեծ գնումներ իրականացնող մարմինները, օրինակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որը մեծ կապիտալ ծախսեր է իրականացնում, գնումները հիմնականում, ասենք մեծամասամբ իրականացվում են մրցութային եղանակով, բայց այն փոքր մարմինները, ովքեր հիմնականում ձեռք են բերում կենցաղային պարագաներ եւ բնականon իրանց գործունեության համար անհրաժեշտ պարագաներ, այդտեղ մեկ անձից գնումների քանակը տոկոսային հարաբերությամբ մի փոքր ավել է լինում։ Կարծում եմ այստեղ նաեւ արագության եւ բանի նկատառումներ կան, բայց էլի այդ հարցերը ամեն առանձին մասով գերատեսչության ղեկավարները կարծում կպարզաբանեն, ես ամեն առանձին մասով չեմ կարող հիմա մեկնաբանություն տալ։ Խնդրեմ, պարոն Ղազարյան, եթե մտածում եք ուզում եք արձագանքել, արձագանքեք։ Կարձագանքեմ, տեսեք, դուք ասում եք, որ փոքր ու մեծ գումարների դեպքում մրցույթ ա, բայց դուք լիազոր մարմին եք, դուք ֆինանս եք իջացնում, դրա հետևից չեք գնում, որ տեսնեք արդյոք այդ գումարները նպատակային են, դե դեպքում մրցույթ գաղափարը ընդհանուր առմամբ կարելի է գնումների մասին օրենքից հանել, ասել որ հրատապ գնումն անհրաժեշտություն կա, միանգամից բերեք ուղիղ պայմանագիր կնքենք, բայց գնումների մասին օրենքը կարգավորում որ թափանցիկությունը, գնային առաջարկը, էֆեկտիվությունը, խնայողություններ արվի, ինչ է նշանակում, որ գերատեսչությունը նախկինում մտածված ինչի պլանավորում հունվար ամսին կամ դեկտեմբեր ամսին իր գնումների պլանը բյուջեի մեջ չի ներառում, գալիս է մի պած եվական մի թուղթ հրատապ գնման կարգի տնում տակ եւ ասում է գիտեք ինչ անհրաժեշտ է, թե չանեմ չի լինելու, նախորդ պլանավորեիք։ Այդ դեպքում մրցույթը կարելի է ընդհանուր առմամբ գնումների հասկացողություն անել, թողել ուղիղ պայմանագիր, ձեր սրտի մարդու հետ պայմանագիր կնքեք, բրցեք։ Էսա կարգը, բա մենք օրենք ենք մշակել, գնումների մասին օրենք ենք բերել որ թափանցիկությունը մրցակցության դաշտ լինի, մարդիկ մտնեն մրցակցության մեջ մրցույթի ժամանակ գնային առաջարկ միջացնեն, բանակցությունների փուլ մտնեն, բայց դրա նպատակն ու էֆեկտն է գնումների մասին օրենք է դա կարգավորում, որ կարողանան իրենց ֆինանսական միջոցների մրցույթ արդյունքում խնայեն։ Ինչ է նշանակում կենցաղային, կապ չունի, գումարի շեմ կա, կարող է լինի 1 միլիոն, կարող է լինի 2 միլիոն։ Այդ օրենքով կարգավորվող նորմա չես կարող ասել կենցաղային նյութերի համար գնում չանեմ, հրատապ կարագամացարակները պատասխան չի, չեմ ընդունում այդ պատասխանը ես։ Պարոն Ղազարյան, որպես լիազոր մարմին, ով որ գնումների քաղաքականությունն է իրականացնում, մենք մոնիտորինգի ենք ենթարկում ընդհանուր գնումների ստատիստիկան եւ ձեզ կարող եմ ասել, որ մրցույթային կարգով այն ձևով ոնց որ հիմա Հայաստանում գնումներ են իրականացվում, երբեք այդպես չի եղել, այսինքն մենք ընդհանուր հասել ենք, որ մեկ անձից գնումները մոտեցել են 5%-ին
ընդհանուր գնումների մեջ։ Եվ սա երբեք այսքան ցածր ցուցանիշ չենք ունեցել եւ սա համահունչ է, ասենք եվրոպական լավագույն պրակտիկային, այսինքն մի փոքր էլ եթե բարելավենք այս բանը, որի նպատակը ունենք առաջիկայում եւ դրա համար բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով որոշ փոփոխություններ ենք իրականացնում գնումների մասին օրենքում, այս ցուցանիշը կարծում ենք էլ ավելի կբարձրանա եւ ընդ որում ձեզ ասեմ, որ երբ որ մենք որոշում կայացրեցինք, որ մարմնի ղեկավարը ինքը կորոշի եւ իր պատասխանատվությամբ կլինի մեկ անձից գնումների որոշումը, մեկ անձից գնումները դրանից հետո կտրուկ նվազել են։ Այսինքն այս առումով մենք տեսնում ենք զգալի բարելավում գնումների ընթացակարգերի վրա ուրեմն կիրառել ենք հավելյալ ուրեմն մոնիտորինգի պրակտիկաներ, այդ թվում նաև հասարակական կազմակերպությունների կողմից եւ կարծում ենք, որ սա դրական զարգացումներ են եւ ձեր վրթովմունքը գուցե ինչ-որ 1-2 դրվագում տեղին լինի, բայց կարծում եմ ընդհանուր առմամբ պետք է արձանագրենք, որ գնումների process-ում մենք ունենք բավականին լավ փոփոխություններ։